Դատավոր Արտուշ Գաբրիելյանը 2 ամսով կալանավորվել է, հայտնում է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Բարձրագույն դատական խորհուրդն ապրիլի 30-ին բավարարել էր Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու թույլտվության հարցով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը։ Տրմփակ նիստում խորհուրդը նաեւ որոշել է կասեցնել դատավորի լիազորությունները մինչեւ քրեական վարույթի ավարտը։ Կաշառք տալու, ստանալու եւ կաշառք ստանալուն օժանդակելու գործով նախորդին եւս 2 անձեր կալանավորվել։ Նոր-Նորքի թաղապետարանում ծեծկրտուքից հետո ձերբակալված ակտիվիստ Արթուր Չախոյանն ազատ է արձակվել։ Նրա փաստաբան Վահե Եփրիկյանը տեղեկացրել է, որ Չախոյանը կշարունակի մնալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում։ Հիշեցնենք, Արթուր Չախոյանը տուժել է թաղապետարանում ծեծկրտուքի ժամանակ, որի մասնակից է նաև թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Չախոյանից բացի եւս 5 անձեր ձերբակալվել։ Եվրամիությունը չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները, եթե երկիրը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա հավելել է, ռուսական կողմը հայ գործընկերների հետ շփումների ժամանակ ԵՏՄ-ին եւ Եվրամիությանը միաժամանակյա անդամակցության անհնարինությունը բացատրել է նորմերի անհամատեղելիությամբ։ Աղասանդյանը հավելել է, Երևանը հասկանում է ինչպես ԵՏՄ-ին մասնակցելու առավելությունները, այնպես էլ դուրս գալու հետևանքները։ Ռուսական կողմն անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի մի քանի շրջանների վրա, Օդեսայում առնվազն 2 մարդ է զոհվել։ Օդեսայի Սևծովյան նավահանգստի վրա հարձակման հետևանքով բնակելի թաղամաս է վնասվել, 5 մարդ վիրավորվել է, հայտնել է Օդեսայի նահանգապետ Ալեկ Կիպերը։ Դրա հաղորդմամբ վնասվել են նաև բարձրահայք շենքեր, բնակելի տներ, սուպերմարկետ եւ դպրոց, որոշ տեղերում հրդեհ է բռնկվել։ Պայթյուններ են լսվել նաև Սումի քաղաքի հյուսիսարևելյան մասում, օդային տագնապ է հնչել Կիևում, Խարկովում, Չեռնիգովում, Դոնեցկում, Դնեպրապետրովսկում, Զապորոժիեում։ Միացյալ Նահանգները եւ Ուկրաինան ստորագրել են հազվագյուտ հանածոների շուրջ համաձայնագիրը, հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Համաձայնագիրը նախատեսում է վերակառուցման ամերիկա-ուկրաինական ներդրումային հիմնադրամի ստեղծում, որը թույլ կտա երկու երկրներին համագործակցել եւ ներդրումներ կատարել միասին, որպիսի ընդհանուր ակտիվներն ու հնարավորությունները կարողանան արագացնել Ուկրաինայի տնտեսության վերականգնումը։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սկոտ Բեսենթը նշել է, համաձայնագիրը հստակորեն ազդարարում է Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղ գործընթացին, որը հիմնված է երկարաժամկետ հեռանկարում ազատ, ինքնիշխան եւ բարգավաճ Ուկրաինայի ստեղծման վրա։ Այսօր առավոտյան Հայաստանի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Գավառ քաղաքից 13 կիլոմետր հարավ-արևելք։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-ից 4 բալ։ Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Գավառ եւ Մարտունի քաղաքներում, ինչպես նաեւ Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Սարուխան, Լանջախբյուր եւ Գեղարքունիք գյուղերում 2-ից 3 բալ ուժգնությամբ։